Մանկավարժական գործունեության ստաժս 15 եւ ավել է, իրավաբանական գիտությունների թեկնածու եմ որպես գիտական աստիճան եւ հասրել եմ այս տարիներին ձեռք բերել նաեւ գիտական կոչում դոցենտի եւ հենց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնում զբաղեցնում եմ դոցենտի պաշտոնը։ Այս ընթացքում մասնագիտացել եմ հիմնականում պետական կառավարման, հանրային ծառայության հիմնախնդիրների եւ հիմնահարցերի շուրջ իմ գիտական հետաքրքրությունը դրանցով է պայմանավորված, որտեւ տեխնացուական ատենախոսությունս վերաբերում էր համայնքային ծառայության թափուր պաշտոնների հիմնախնդիրներին, այնուհետև դասավանդվող առարկայի բովանդակությունով պայմանավորված սկսեցի ուսումնասիրել տնտեսական մրցակցության հիմնախնդիրներ, ինձ հաջողվեց որոշակի ուսումնական ձեռներ դրա վերաբերյալ տպագրել եւ վերջի տարիներին բավականին հետաքրքրությամբ խորամուխ եմ եղել վարչարության հիմնախնդիրների հետ, որովհետեւ դա պայմանավորված է նաեւ իմ պրակտիկ գործունեությամբ, նաեւ փաստաբանական գործունեության արտոնագիր ունեմ եւ վարչական գործերով հիմնականում աշխատելիս զգում եմ, որ տեսական նյութի հարստացումը կօգնի վստահողներից ավելի լավ իրավաբանական ծառայություն մատուցելու եւ վերջի տարին արդեն ուղղվածությունս վարչարության հիմնախնդիրների վերաբերյալ է նաեւ։ Սովորել եմ Երևանի պետական համալսարանում միանգամից մի քանի ֆակուլտետներում, ասպիրանտուրա ընդունվել եմ հանրային կառավարման ամբիոնում, բայց քանի որ զուգահեռ սովորում էի նաև իրավագիտության ֆակուլտետում, ապա ընդունվեցի, որ պիտի պաշտպանեի տեխնացուականս եւ ստանայի քաղաքական գիտությունների տեխնացուի գիտական աստիճան, բայց այնպես ստացվեց, որ տարբերություններ հանձնեցի, տեղափոխվեցի իրավագիտության ֆակուլտետ, համադրական իրավունքի ամբիոն եւ ձեռք բերեցի իրավաբանական գիտությունների տեխնացուի գիտական աստիճան։ Բավականին բարդ խնդիր այնտեղ մասնագիտության փոփոխության եւ այլն թեմայի հետ, բայց այդ բարդությունները փառքոպատով իմ ղեկավարին եւ այլ անձանց հաղթարեցի։ Այսինքն համալսարանական եղել եմ, մայրբուհի ուսանող եմ եղել, մայրբուհի մի քանի ֆակուլտետներում սովորել եմ, բակալավրիատներում, մագիստրատուրաներում, ասպիրանտուրայում եւ ըստ էության ասպիրանտական ժամերի մեջ կա նաեւ սեմինարվար կամ որոշակի ժամանակ, եթե չեմ սխալվում, մինչեւ 60 ժամ պիտի որպես դասախոս դասանային ժամ լրացնեինք։ Հետագայում հենց այդպես էլ առանց հատուկ հրավերի արդեն ասպիրանտուրան ավարտելուց եւ տեխնացուական ատենախոսությունից պաշտպանուց հետո շարունակել եմ որպես դասախոս այն առարկայի, որտեղ սեմինարվար էի, հետո ինձ վստահեցին նաեւ որպես դասախոսի պաշտոն, հետո ասիստենտ, հետո արդեն դոցենտ քիչ առաջ ասացի։ Ինչ վերաբերում մյուս բուհերին, ապա դասավանդել եմ մանկավարժական համալսարանում, Բրուսովի համալսարանում, դասավանդել եմ հրամանաշտաբային ֆակուլտետում եւ մի շարք այլ մասնավոր բուհերում։ Վստահությունը կորցրել եմ իմ հանդեպ այն պատճառաբանությամբ, որ ես լսանում որոշակի կոնկրետ թեմա բացատրելիս պրակտիկ օրինակով փորձել եմ ամրապնդել ուսանողների տեսական գիտելիքները։ Դրա համար իմ գործատուն իմ նկատմամբ վստահությունը կորցրել է։ Ըստ էության նորմի վերլուծությունից կարող ենք հասկանալ այդ նորմի եւ աշխատանքային օրենսգրքի այլ նորմերի վերլուծությունից կարող ենք հանգել այն եզրակացության, որ պիտի աշխատողը կատարած լինի մի քանի անգամ կամ թույլ տված լինի մի քանի անգամ խախտում, որպեսզի կարգապահական տուժից ամենախիստը հենց ընտրվի նրա նկատմամբ։ Նախորդիվ ժամանակաշրջանում երբևիցե նման հիմքով եւ ընդհանրապես այլ հիմքով չեմ ենթարկվել որևէ տեսակի կարգապահական պատասխանատվության դժվարության տեսակով, բնականաբար դա մնաց խիստ նկատողության կամ նկատողության տեսքով, ընդհակառակը իմ պատկերացմամբ իրավիճակը հակառակն է ցույց տալիս, հենց գործատուի կողմից անցկացած սոցհարցումները յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, աշնանային եւ գարնանային, պարտադիր արդեն շուրջ 10 տարի, գոնե սկսած 2018 թվականից Հայաստանում հայտնի իրողությունից հետո իրավիճակից
անցկացված սոցհարցումները ուսանողների շրջանում հենց ռեկտորատի եւ գործատուի կողմից ցույց են տալիս, որ իմ վարկանիշը, եթե հաշվենք 18-ից մինչև 25 թվական, այսինքն 7 տարի բազմապատկած 2 կիսամյակով 14 կիսամյակի միջին արդյունքս 14 կիսամյակի միջին ասված արդյունքը 5-ից 4.8 միավոր է։ Այսինքն շեղումը ընդամենը 0.2% է։ Ինչը ֆակուլտետում ընդհանրապես եւ ամբիոնում մասնավորապես ամենաբարձրներից է, եթե ոչ ամենաբարձրը։ Ինչը նշանակում է, որ այն չափանիշները դրված է, որ պիտի դասախոսը դրան համապատասխանի, նյութը մատչելի մատուցելու, գրականություն ժամանակին տրամադրելու, դասը օպերատիվ կազմակերպելու, հարցերին պատասխանելու եւ այլն, շատ չափանիշներ կան, ընդ որում բավականին խիստ չափանիշներ, որ սահմանվել է ղեկավարության կողմից, որոնք ուսանողները անանուն լրացնում են, այդտեղ էլ կարծես թե ես պրոբլեմ չունեմ։ Ընդհակառակը հարցումները հակառակ պատկեն են ցույց տալի, որ ուսանողները, ներքին շահառուները գոհ են այն անձնավորությունից, ովքեր իրենց ծառայություն են մատուցում։ Չեմ ուզում անհամեստ թվալ կամ երևալ, բայց կարող ենք խնդրել իմ գործատուին տրամադրի նաև այդ արդյունքները, մեկնաբանությունները, որոնց ես բավականին լուրջ եմ վերաբերվում եւ յուրաքանչյուր կիսամյակ մանրամասն կարդում եմ։ Դժբախտաբար կամ բարեբախտաբար մեկնաբանությունները շատ են։ Եվ այդ մեկնաբանությունները որպես կանոն միշտ դրական են։ Ընդհակառակը ուսանողներն առաջարկում են, որպեսզի ձեր խոնարհ ծառայի ժամանականակը ծանրաբեռնվածությունը ավելացվի, որպեսզի հնարավորություն ունենամ ես իրենց ոչ միայն 1-2 կիսամյակ հանդիպել կամ 1-2 անգամ, այլ բոլոր կիսամյակներում հնարավորություն ունենամ դասավանդել։ Բնականաբար այդ իմ ուժերից վեր է, որովհետև անգամ օրենքով 1.5 դրույքից ավել ծանրաբեռնվածություն չի կարող ունենալ, բայց ուսանողների կարծիքն է, որը կա հենց Երևանի պետական համալսարանի կողմից ստեղծված ռեսուրսում դրա մասին կա տվյալը, պետք է կարգապահական կամ էթիկայի հանձնաժողովում այն ինչ որ ինձ վերագրվում է, ես ենթադրում եմ, որ դրանք էթիկական հարցեր են, հրավիրեին ինձ եւ փորձեն հասկանալ ինչ էր կատարվում։ Եթե ինձ չհաջողվեր էթիկայի հանձնաժողովում ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք իրենց համար ընդունելի կլինեին, ապա ըստ էության իրենք պիտի կազմեին գրավոր եզրակացություն եւ ներկայացնեին դույժ տալու իրավասություն ունեցող անձին, որպեսզի նա որոշի այդ եզրակացության հիման վրա ինձ ենթարկում է կարգապահական պատասխանատվության, թե չի ենթարկում։ Բայց կոլեկտիվ մարմնի տվյալ դեպքում հանձնաժողովի կարծիքը ըստ էության նրա համար պարտադիր չէ, բայց ուղենիշային է, որովհետև այնտեղ ընդգրկված են տարբեր ոլորտի մասնագիտացում ունեցող անձինք, ովքեր որ կարող են ըստ էության նաև փորձ ունեն դասավանդման եւ կարող են այդ իրավիճակում հասկանալ, որ երևի թե աշխատակցի կողմից թույլ չէր տրվել կարգապահական խախտում։ Ինքս լինելով Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող, բազմաթիվ դասերի եմ ներկա եղել, որտեղ որ տարբեր հանցակազմեր բացատրելիս դասախոսը ստիպված եղել իրերը կոչել իրենց անունով։ Օրինակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ իրականացումը։ Եվ ոչ իմ համակուրսեցիների, ոչ էլ ինձանից առաջ կամ հետո եկած ուսանողների կամ ուսանողների մտքով չէր անցել նկարել եւ մատնել դասախոսին, որովհետեւ նա իր պարտականությունն է իրականացնում։ Այնպես ինչպես ես եմ իրականացել, երբ որ բացատրել եմ զերբարչական բնույթի եւ վիրավորական բնույթի արտահայտությունների տարբերությունները եւ զոր օրինակով փորձել եմ հիմնավորել, որպեսզի ուսանողները հասկանան եւ յուրացնեն նյութը։ Այդ հանձնաժողովում միգուցե կլինեին մարդիկ, որոնք որ իրենք էլ են դասավանդման փորձ ունեցել եւ իրենք էլ կհասկանային, որ հնարավոր չէ որոշակի դեպքերում նյութը մատուցել առանց կոնկրետ օրինակի քննարկման։ Անհնար է որպեսզի անձը հասկանա։ Օրինակ շատ եմ այս օրինակը բերել, երբ որ աշխարհագրության մասնագետը դասախոսը ինչ որ մի մայրցամաք է ներկայացնում եւ երկրագնդի վրա այդ աշխարհամասը ցույց չի տալիս կոնկրետ թե նա որտեղ է գտնվում։ Երևի թե նրա նյութը ուսանողը լավ չի յուրացնի կամ
չի հասկանում, որովհետև դիդակտիկ անձը ընկալում է ինֆորմացիա 70%-ը, լսողական եւ այլ միջոցով մնացածը։ Այսինքն դու պիտի այդ նյութը դիդակտիկ կերպով նաեւ ցուցադրես, որը մենք վերապատրաստում անցել ենք եւ մեզ դա սովորեցրել են, որպես ուսանող մոտ ամենապնդվի։ Եվ ես փորձել եմ ընդամենը այն ինչ որ դիրապետում եմ, դա փոխանցել ուսանողներին, որոնք փաստորեն նախորդ տված հասից գոհ են իմ կողմից մատուցվող ծառայություններից։ Չի արվել, ցավոք չի արվել։ Ես ինքս նաև աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կոլեկտիվ պայմանագրի հիման վրա արհեստակցական Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունում ղեկավար պաշտոնում զբաղեցնում, հսկիչ հանձնաժողով է կառավարվում։ Նաև պիտի արհեստակցական կազմակերպությունից նրանք որոշակի կազմակերպության հետ նրանք որոշակի աշխատանքներ պիտի տանեին, որովհետև ըստ էության ես ղեկավար պաշտոն զբաղեցնում հսկում եմ, որպեսզի այլ աշխատողների իրավունքներ չոտնահարվի, բայց փաստացի իմ իրավունքները ոտնահարվեց եւ երևի թե այստեղ հենց արհեստակցական կազմակերպության հեղինակության խնդրել կարելի, եթե դուք չեք անում ձերոնց պաշտպանեք, մեզ ոնց եք պաշտպանելու։ Այս խնդիրն է առաջացել այստեղ։ Առաջ ընկնելով ասեմ, որ անգամ ինձանից բացատրություն չեն պահանջել, գրավոր բացատրություն։ Այնինչ աշխատանքային օրենսգրքի համաձայն պարտադիր պիտի աշխատողից գրավոր բացատրություն պահանջել եւ նշել թե ինչու՞մ է անձը մեղադրվում, որպեսզի եւ տրամադրի ողջամիտ ժամկետ, որպեսզի անձն էլ այդ ողջամիտ ժամկետում տեղավորվելով փորձի բացատրել, թե իրողությունը ինչպիսին է եղել։ Հակառակ պարագայում դու հանգամանքները չես բարձում։ Իսկ առանց հանգամանքները բարձելու կստացի, որ քո կայացած որոշումը կրում է միակողմանի բնույթ։ Այնինչ դու պարտավոր ես ապահովել բազմակողմանիություն եւ համաչափությունը, որովհետեւ համաչափությունը իրանից ենթադրում է պիտանիություն, անհրաժեշտություն եւ չափավորություն։ Պիտանի էր բերված մեկ օրինակի համար ազատել դասախոսին աշխատանքից։ Անհրաժեշտ էր բերած մեկ օրինակի համար ազատել եւ չափավոր էր բերած մեկ օրինակի համար ազատել աշխատանքից։ Արարքի կատարման ծանրության հետ կապված խնդիր կա։ Ինչ հետևանքի առաջացել։ Ընդամենը 70 հոգուց մեկն է դժգոհ եղել։ Այսինքն հետևանքի առումով 70-ին դնում ենք կշերքի մի նժարի վրա, մեկին դնում ենք մյուսի վրա, այն մնացածը դժգոհություն չեն հայտնել, ընդհակառակը գոհունակություն են հայտնում, մեկին որպես դժգոհ եթե ընդունենք, արդյոք այդ հետևանքը մեկի մասով այնքան ծանր էր, որ ինձ պիտի միայն հեռացնեին աշխատանքից, ազատեին աշխատանքից։ Սրանք այն պարտադիր պայմաններ են, որոնք պարտադիր պետք է գործատուն պաշտպանի։ Եվ աշխատողը աշխատանքային օրենսգրքով այդ իրավունքներն ունի, որը չպիտի ոտնահարվի։ Ինչ անում գործատուն։ Ասում է գնա դատական կարգով բողոքարկիր։ Երբ որ մենք բացենք դատական տեղեկատվական համակարգը նայենք, դատալեքս օրինակ, մենք կհայտնաբերենք, որ Երևանի պետական համալսարանը աշխատանքային գործերով նախ բավական շատ հայցեր են հարուցված ցավոք Երևանի պետական համալսարանի դեմ, եւ դրանից բխող մյուս բացասական երևույթն այն է, որ գրեթե բոլոր դեպքերում Երևանի պետական համալսարանը պարտվում է։ Ինչը նշանակում է, որ Երևանի պետական համալսարանում անձնակազմի կառավարման մասով քաղաքականությունը ժամանակն է եկել, որ փոփոխվի։ Որտեւ ուսանողը վարձավճար է վճարում, որպեսզի որակյալ բարձրագույն կրթություն ստանա, եւ այն գումարները, որը պիտի ուղղվեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ուղղվում են աշխատանքային վեճերով կուտակված հարկադիր պարապորտի գումարները վճարելուն։ Եվ փաստացի անձը չի ծառայություն մատուցում, բայց օրենքով սանված կարգով ստանում է հարկադիր պարապորտի գումար։ Եվ այդ գումարները փոշիանում են։ Այստեղ ներքին շահառունել է դժգոհ Երևանի պետական համալսարանում, հենց ուսանողն է դժգոհ։ Ոչ թե միայն իմ գործով, այլ ընդհանրապես սա խնդրեմ է։ Աշխատանքային օրենսգրքի 227-րդ հոդվածով ժամկետ է սահմանված խախտումը հայտնաբերումից հետո մեկամսյա ժամկետում։ Ինքն ուներ մեկամսյա ժամկետ հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու, բազմակողմանի լրիվ օբյեկտիվ ուսումնասիրելու եւ վերջնական եզրակացության հանգելու։ Իմ պարագայում եղել է կայծակնային արագությամբ։ 5-շաբթի օրը եղել է դասախոսությունը, հաջորդ ուրբաթ օրը ստացել եմ ազատման հրամանը։ Այսինքն 5-շաբթի օրը նկարել եմ, մատնել եմ
միջև տարելատվելա ծնողին, ծնողը տարելատվելա համապատասխան ղեկավարը միայն չև սանք նայել են, էդ էլ որ հանենք, մեկ շաբաթ կիրակ էլ ոչ աշխատանքային օրեն էլ որ հանենք, 5 աշխատանքային օրում ինձ ազատել են։ Իսկ թվարկած գործողությունները 5 աշխատանքային օրում հնարավոր չի իրականացնել։ Եվ ըստ էության անգամ պարզ բացատրություն չեն վերցել ինձանից։ Այո, համաչափությունը ենթադրում է, որ պիտի գնային եւ մյուս շահառուներն էլ հարցնեին։ Գիտեք ինչ կա, սենց խնդիր է եղել։ Բերեք հասկանանք, դուք դժգոհ եք այդ դասախոսի մատացված ծառայությունից, թե ոչ։ Առաջ ընկնելով ասեմ, որ իմ ազատելուց հետո ֆակուլտետում սկսվել է ստորագրահավաք եւ մոտ 280 թե 70 ուսանողներից 200-ից ավելը հանրային կառավարման բաժնում սովորող 200-ից ավելը միացել է պահանջին, որն ուղղված է ԵՊՀ ռեկտորին, որը ոչ միայն ԵՊՀ ռեկտորին, այլ հոգաբարձության խորհրդի նախագահին եւ այլն, որով խնդրում են փոփոխել իր հրամանը։ Դրանք եւ այդ ընդ որում դրան միացել է եւ այդ կուրսի ուսանողները Եվ իրենք առաջի կուրսում են սովորում, եւ իրենից բարձր մնացած ուսանողները, երկրորդ, երրորդ, չորրորդ կուրսի ուսանողները։ Ինչը նշանակում է, որ այդ տրամաբանական բարձ քայլերը պետք է կատարվեն, որովհետեւ 15 եւ ավելի տարվա գիտամահակավարժական գործունեության ստաժ ունեմ։ Եվ եթե անգամ դու համոզված ես, որ իմ կողմից կատարվածը բավականին ծանր արարք է, երևի թե իմ արարքը մեղմացնող այլ հանգամանքներ էլ կան, որովհետեւ բարդ է այսօր գտնել անձ, ես ինքս ղեկավար բուհում պաշտոն զբաղեցնող անձ եմ եւ հավատարմագրման գործընթաց երբ որ սկսվում էր մեր բուհում, նվազագույն չափանիշներ կային, որ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, եթե չեմ սխալվում, 40%-ը պիտի ունենային գիտական աստիճան։ Եվ մեր բուհը բախվել էր այդ խնդրի առաջ։ Մենք ունենք բավականին մեծ ՊԴԿ պրոֆեսորադասախոսական կազմ, բայց դրանց մեջ չկային գիտական աստիճան, դրանից հետո նաև կոչում ունեցող անձինք։ Եվ ըստ էության նույն հավատարմագրման գործընթացը անցնում են բոլոր բուհերը, ոչ միայն այն բուհում, որտեղ ես եղել եմ։ Եվ Երևանի պետական համալսարանը պիտի այդ չափորոշներին համապատասխանի, որպեսզի կարողանա հավատարմագրվել եւ շարունակել կրթական ծառայություններ մատուցել։ Դու մի անգամից առաջի կուրսի մեկ ուսանողի սուբյեկտիվ իմ ընկալմամբ դիրքորոշման հետևանքով ազատվում ես 15 տարուց ավելի գիտամահակավարժական գործունեության ստաժ ունեցող, գիտական աստիճան եւ կոչում ունեցող մասնագետից։ Միթե չկային որոշակի մեղմացուցիչ հանգամանքներ, որոնք քո ընկալման ծանրացուցիչ արարքը կարող էին մեղմել եւ դու բավարարվեր կամ նկատողությամբ, կամ խիստ նկատողությամբ։ Եվ էլի պիտի խոսեմ համաչափության մասին, ուզած թե չուզած, որովհետեւ դա ոչ թե իմ կարծիքն է, այլ աշխատանքային օրենսգրքի ուղղակի պահանջն է, որ գործատու դու պիտի համաչափությունը պահպանես։ Եվ վճռաբեկ դատանը Հայաստանի Հանրապետության համաչափության սկզբունքի պահպանման, դրա խախտման, դրա հետևանքների մասին բազմաթիվ նախադեպային նշանակության որոշումներ ունի հենց աշխատանքային իրավարաբերություններից ծագող վեճերով։ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի ուժով ես ունեմ 2 ամիս ժամանակ եւ ըստ էության պատրաստվում եմ այդ հայցը ներկայացնել։ Հայց ներկայացնելը բավականին ժամանակատար գործընթաց է, որովհետև դու պետք է կարողանաս հայցի հիմքերը, առարկան հստակ շահադրել։ Աշխատանքները արդեն իսկ սկսել եմ եւ կարծում եմ, որ ժամկետներում կհասցնեմ տրամաբանական ավարտին հասցնել։ Երբ որ ես հրաժեշտ էի տալիս կուրսին, վերջի դասին այսպես կոչված, այդ աղջնակը այդ օրը խուսափել էր իմ դասին գալուց, բայց ես կուրսում հայտարարել եմ հետևյալը, որ իմ քրիստոնեական դաստիարակությունը, որը գայս եմ ծնողներից, ինձ ստիպում է, որպեսզի թեկուզ իմ հանդեպ մատնիչ գործողություններ կատարած եւ իմ հեղինակային եւ անձնական ազատության եւ գաղտնիության իրավունքը խախտած անձին ես ներեմ։ Քանի որ ես հայտարարել եմ եւ բացի հայտարարությունից
ոչ միայն որպես տղամարդ խոսքի առումով, այլ նաև դաստիարակության առումով, որ ավելի խորքային բնույթ է կրում։ Ես ոչ կարող եմ քրիստոնեական իմ արժեքներից հրաժարվել, ոչ էլ իմ հայտարարությունից հրաժարվել։ Եվ ըստ էության, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը, այնպես էլ ես պատրաստ եմ 7 անգամ կամ 7 անգամ 70 անգամ ներել, միայն թե իմանալը, որ այդ արարքը, որ նա թույլ է տվել, եւ այն մեծահոգությունը եւ այն ներողամատությանը, որ նա արժանացել է իր սիրելի կամ ոչ սիրելի դասախոսի կողմից, իր համար կունենա գոնե դաստիարակչական նշանակություն։ Եվ հետագայում մյուս իմ գործընկերներին մատնելուց առաջ գոնե 1 վայրկյան կամ 2 վայրկյան կմտածի ու հույսով եմ այլևս այդ նույն արարքը չի կրկնի։ Քանի որ կուրսը բավականին մեծ է, իսկ ես ամեն օր բախ չեմ ունեցել հանդիպել իրենց հետ, շաբաթական ընդամենը 2 մուտքով է եղել արարքան, չեմ հասցրել բոլորին ճանաչել եւ հատկապես իրեն ճանաչել։ Անկամ դեմքով, ոչնչով աչքի չի ընկել, ոչ ակտիվությամբ, ոչ ինչ-որ մի հատ բացասական պահվածքով, ոչ էլ ցավոք փայլել է իր գիտելիքներով, որպեսզի ես նկատեի իրեն։ Չեզոք վարքագիծ է ունեցել, սառը վարքագիծ է ունեցել, որի հետևանքով իրեն չեմ ճանաչել անձնապես, անունի իմանալու գոնե աստիճան, իսկ եթե չեմ ճանաչել իրեն, նշանակում է ըստ էության բացառվում է կոնֆլիկտ ընդհանրապես հազվադեպ կամ չեմ էլ հիշում, որ ունեցած կլինեմ ուսանողների հետ։ Փորձում եմ առանց խնդիրների կազմակերպել դասախոսությունները։